2022 թվականից սկսած Եվրոպական քաղաքական համայնքի հենց առաջին հանդիպումից, որ տեղի ունեցել Պրահայում 22 թվականի հոկտեմբերի 6-ին, Հայաստանը ակտիվորեն ներգրաված է եղել այս հարթակում տեղի ունեցող բոլոր հանդիպումներն եւ քննարկումներին։ Եվրոպական քաղաքական համայնքը ԵՄ անդամ եւ ոչ անդամ երկրների առաջնորդների անվտանգության, տնտեսական եւ համագործակցության միտված հարցերի քննարկման երկխոսության հարթակ է, որն անց է կացվում տարվա մեջ 2 անգամ։ Գարնանային գագաթնաժողովը հյուրընկալում է ԵՄ անդամ չհանդիսացող պետությունը, իսկ աշնանային գագաթնաժողովը ԵՄ անդամ պետությունը։ Ինչպես գիտեք, նախորդ տարի որոշում է կայացվել 26 թվականի գարնանային գագաթնաժողովի հյուրընկալումը վերապահել Հայաստանին, ինչը եւս մեկ անգամ վկայում է Հայաստանի ակտիվ ներգրավվածության եւ տարածաշրջանային համագործակցության ամրապնդման պատրաստակամության մասին։ Եվրոպացի մեր գործընկերների հետ քննարկումների արդյունքում որոշվել է գագաթնաժողովն անցկացնել 2026 թվականի մայիսի 3-ին եւ 4-ին։ Հաշվի առնելով միջոցառման կարևորությունն ու Հայաստանի համար աննախադեպ մասնակցության մակարդակը, նախատեսվում է մոտ 50 բարձրաստիճան պատվիրակությունների, երկրի եւ կառույցի ղեկավարների մակարդակով Երևան քաղաքի տրանսպորտի երթևեկությունն արդյունավետ կազմակերպելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել աշխատանքային օրվա տեղափոխություն կատարել։ Այս նախագծով առաջարկում է մայիսի 4-ի աշխատանքային օրը տեղափոխել ապրիլի 18-ի շաբաթ օրը։ Հաշվի առնելով, որ նախորդ 3 օրերն էլ հանգստյան օրեր են, հարկ ենք համարել նախապես ընդունել այս որոշումը, որպեսզի մեր քաղաքացիները կարողանան պլանավորել իրենց արձակուրդը